Այն ինչը կարան իրանց թույլ տան Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները, իդեպ թե խաղադաշտում ֆուտբոլային տեսանկյունից եւ թե պաստառներ պարզելու տեսանկյունից, ճիշտ չի, որ իրանց թույլ տան Հայաստանի Հանրապետության կամ որևէ հանրապետության իշխանությունները, որովհետեւ ֆուտբոլիստները դրա պատասխանատվությունը չեն կրում։ Ֆուտբոլիստները կրում են նրա պատասխանատվությունը, որ դրանից առաջ շատ ու շատ վատ են խաղացել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։ Բայց ինչևէ, բայց իշխանությունը կրում է նրա պատասխանատվությունը, որ այդ բարձրացրած պաստառի պատճառով հնարավոր է վաղը մարդ զոհվի, հնարավոր է սահմանին այս 2 տարուց ավել ընթացող խաղաղությունը, որ սահմանին զոհու վիրավոր չունենք, ընդհատվի, հասկանում եք, ու դրա համար այն ինչը կարա իրան թույլ տա Մեսին, չեմ կարա թույլ տամ ինձ ես, պարոն Մանուկյան, եւ դա շատ լավ է։ Եվ ես հուսով եմ, որ դուք էլ կհասկանաք ու կընդունեք, որ ճիշտ չի, որ նույնիսկ ընդդիմադիր պատգամավորը իրեն պահի ու իրեն թույլ տա այնքան ազատություն, ինչքան որ իրեն կարա թույլ տա մարզիկը, որովհետև պատասխանատվություն դուք կրում եք ոչ միայն ձեր, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ու այդ պատասխանատվությունը վերաբերում է ոչ միայն քաղաքացիների սոցիալական վիճակին, տնտեսական վիճակին եւ մնացածին, ինչը էլի շատ կարեւոր է, բայց եւ ուղիղ մարդկանց կյանքին, որովհետեւ այստեղից հնչեցրած արտահայտությունների կամ երկրի ղեկավարի մակարդակով հնչեցրած արտահայտությունների համար հնարավոր է կյանքով պատասխան տան մարդիկ, կյանքով պատասխան տան մարդիկ։ Վերջում անդրադառնալով պարոն Վարդևանյանին, հարգելի գործընկերներ, հազար ներողություն, բայց երբ որ ասում եք, որ պարոն Վարդևանյանը, չեմ հիշում կոնկրետով էր գործընկերների, ճնշվածների եւ հետապնդվողների պաշտպանն է, ձեր ընկալումն է, կարա այդպես լինի, բայց այդ դեպքում մի այսպիսի հռետորական հարց է ծագում։ Ինչի են այդ հետապնդվողներն ու ճնշվածները մշտապես միլիարդատեր կամ միլիոնատեր։ Շնորհակալություն։